Այսօրվա մեր արագը Փարիս ամառացին արագն է, որ գուգաս 10-րդ գլուխեն 30 10-րդ գլուխն 30-ն 35 համարներու մեջ կգտնվի։ Այս Փարիս ամառացին արագը շատ ծանոթ է ամենուն, ամենաշատ հիշված գտնված արագներեն մեկն է, եւ նույնիսկ ոչ հավատացյալ շրջանակներեն ներս այս Փարիս ամառացի փարը գործածվի եւ անշուշտ երբ որ գխոսվի Փարիս ամառացի մասին գխոսվի նաեւ որ ինչպես պետք է մարդոց օգնենք եւ մեր թրացին շատ անգամ մասնույթը որ գսերդվի գխոսվի ով է մեր թրացին որ լավ նույնն է որում պետք է հասնենք որում պետք է օգնենք բայց Փուն նպատակը այս արագին ավետարանչական է ցեզիսեմ եւ 10-րդ գլուխի ինքնին ավետարանչական հատված մնե ուր մեկը գուկա օրինական գուկա Հիսուսի գարցնի գսե ինչ պետք է անեմ որ երկինքի թակավորությունը մտնեմ եւ Հիսուսի պորիրեն գսե ու դեր Աստված սիրես գսանոն գրած եմ ինչ պետք է ուրիշ եւ Հիսուս կշարունակե գսե կուտրացիտ սիրես Կու ընկերդ սիրես եւ անդեղեն գծակի այս արագը եւ Հիսուս այս արագը որ կներկայացնե գծուցնե իր գարեկցությունը մարդկության his compassion որքան կթարած անցմն է Հիսուս եւ այս արագի միջոցով Հիսուս նաեւ գուզե մեզի սորվեցնել որ մենք ալ գարեկցինք Բոլոր անոնց որ գործված են այս աշխարհի մեջ։ Ինչպես որ այս արագը գսկսի վարգյամը մենք մեզի գուզեմ տնենք այդ մարդուն դեղը որ գջամփորտեր եւ այս մարդը որ գջամփորտություն գներ կներկայացնե մարդկությունը եւ այս մարդուն համար գսե որ այս մարդը գերտար Երուսաղեմեն Թեբի Երիքով Երուսաղեմ փարը ինքնին մեծ նշանակություն ունի Երուսաղեմը Սաղեմ փարը որ մեջը գա խաղաղություն փարն է եւ Երուսաղեմը խաղաղության քաղաքն է ուր Աստծո ներկայությունը գար Աստված իր անունը այդ քաղաքին վրա դրած էր եւ կգարտանք մարգարեությունների մեջ կսե Երուսաղեմը իմ քաղաքս է Աստծո քաղաքն է եւ հայտնության մեջ ալ վերջը գխոսվի վերին Երուսաղեմի մասին որ հոմ բիդիլա Աստծո ներկայությունը հավիդյան Սավդենից եւ բոլոր սուրբեր այդ քաղաքի մեջ պիտի ապրին այս մարդը մամար գսվի թե Երուսաղեմեն թեբի վար Երիքով գերտար վարը սելով անշուշտ Երուսաղեմը բարձր դեղեր Երիքովը ավելի ծորի մեջ էր եւ անշուշտ նորեն Երիքովի մեջ ալ նշանակություն կա Երիքովը գներկայացնե մեղք եւ այս մարդը Երուսաղեմեն թեբի Երիքով գերտա եւ ասիգա գներկայացնե մարդ արարածին վիճակը մարդ Աստված որ ստեղծեց իր պատկերին համաձայնելով կատարյալը ստեղծեց բայց մարդը ճամփորդեց թեբի Երիքով մեղքի ճամփան բռնեց եւ գնաց Երիքով եւ ճամփուն տածկին գսե վրան ավազակներ հարցակեցան ձեծեցին, մերգացուցին եւ ցկեցին զինքը որբեսի ջամփուն ծայրը հոն մերնի այդ իր վիրավորված վիճակի մեջ եւ ասիգա գներգացնե մարդ արարածին վիճակը այս կյանքի մեջ մարդ արարածը գջամփորթե այնպես որ ոչ մեկ հարց կա հանգստությամբ գուզե վայելել իր ճամփորդությունը եւ շատ անգամ ճամփան լավ երևի չես մարդու միտքեն չանցնի որ գրնա հարցեր բադահիլ բայց միշտ այդպես չէ եւ մենք շատ լավ գիտենք որովհետեւ շատ անգամ մենք անցած ենք այդ վիճակներեն ճամփան միշտ իր վտանգներով լեցուն է այս կյանքի ճամփորդությունը Եվ ավազակներուն, քողերուն բեդը, ինքը սատանան իր կորձն է սպանել եւ գործընծնել։ Եվ ինչ կխորիկ պիտի պապակի որ կդարվի
այս աշխարհի վրա եղող ճամփորդներուն։ Հիսուս Հովանու 8:44-ի մեջ ասավ. «Ան սկիզբեն մարդասպաներ ու ճշմարտության մեջ չգեցավ, որովհետև անոր մեջ ճշմարտություն չկա։ Երբ ան սուտ խոսի, գխոսի փուն իր էյութենեն, քանի որ ան սդախոս է եւ սուդին հայրը»։ Եվ խաբեությունը այս աշխարհի վրա գդիրե այսօր, խաբեությունը վաճառանիշն է, trademark մեղքին եւ սատանային։ Ամեն շատեր այսօր այս ճամփորդի պես առանցին այս կյանքի մեջ կքալեն թեպի հարաճ եւ հարաճ կերտան խորելով որ ամեն բան լավ է եւ երբեք չեմ մտածեր կյանքի վտանգներու մասին, որ գնան իրենց արժեվ կալ եւ այսպես մեղքի մեջ մեղքին խաբեության մեջ կշարունակեն հարաճ երթալ իրենց կյանքեր ապրելով բարձրապես հանգստանալու, զվարճանալու եւ վայելելու այն բաները, որ այս աշխարհի վրա կա։ Բայց մեղքը գիտենք բոլորս որ խաբեությունով որ մեջտեղ եկավ, եթե մի բարձի մեջ սատանան ինչ արավ եւ այն խաբեց եւ մեղքի մեջ ցկեց եւ սատանան դակավին նույն ցևը գործած է որբեսի մարդ արարածը մեղքի մեջ ցկե ժամանակին սկիզբեն սատանան այս ցևը գործած էր եւ սատանան բիլի չփոխե որովհետեւ գահաճողի մարդիկ կինան ինքը բիլի շարունակի խաբեությունով մարդոց հրաբուրել որ մարդիկ հանկիստ սկան մեղքի մեջ եւ շարունակեն այն ճամփան, որ վերջավորությունը մահվան կդանի։ Մինչ այս ճամփում մեջ կքալեր այս մարդը, միտքեն չեր անցներ, որ այս ավազակները իր վրա պիտի արձակին եւ զինքը գողոպտեն, ձեձեն եւ մերգացնեն եւ ճամփում մեկ կողմը նետեն։ Եվ ճիշտ մեղքնալ այդպես է։ Չենք անդրադառնալ կամ թե չենք ագնկալեր, որ մեղքը հանգարց քարի մի ետևեն, բավդած դեղեն, պիտի ելե եւ անախորժ գադաղությամբ մեր վրա պիտի հարցակի եւ մեզի պիտի ցկե վիրավորված մահամերձ եւ մահվան մոտ, որ եթե մեկը օգնության չկա, կրնանք մահանալ։ Վարգամը նայինք նմանություններուն մեղքին եւ ավազակներուն հետ կապված, որ այս արագի մեջ կտեսնենք։ Մեղքը սիրելիներ մերգացուցած է մեզի մեր հանդերձներեն։ Քիչ առաջի, երբ որ Աստված ստեղծեց մեզի, իր պատկերին պես ստեղծեց։ Աթամը Աստուծո պատկերով ստեղծված էր։ Եվ Աթամ գահակներ Աստուծո գադարելությունը, հակած էր Աստուծո գադարելությունը եւ գցոլացներ Աստուծո արդարությունը։ Բայց երբ որ դեղի դվավ փորձության, սատանային փորձության, կտեսնենք, որ մերգացավ այդ գադարելութենեն։ Իր գորուստը այնքան մեծ էր, որ այլևս Աստուծո արչեւ չեր գնար գայլնիլ։ Ամոթը շատ մեծ էր։ Եվ կտեսնենք պատմության մեջ, որ ինչպես այս իր փնությունը անցուց սերունդ եւ մեզի հասավ այսօր, որտեղ Աստուծո խոսքը գսե ամենը մեղ գործեցին եւ Աստուծո փառքեն բացած են։ Մեկը չկա, որ այս մեղքի փնութենեն դուրս կգտնվի եւ միակ ցե, որ այս մեղքի փնութենեն կրնանք ազատիլ Հիսուս Քրիստոս ինքն է։ Մեղքը նաեւ վիրավորած է շատերուն, մեղքը գվիրավորե շատերուն, ամեն մարդ, որ մեղքի փնությունով ծնած է, իր վերքերը ունի։ Արդարը չկա, գսե, Աստուծո խոսքը ոչ մեկը չկա, ոչ արդար մեկը չկա այս աշխարհի վրա։ Եվ այս վերքերում պատճառով մեղքը մեզի վիճակի մաստուցած է, որ մենք Աստուծո հետ չենք կրնար հարաբերություն ունենալ, որովհետև Աստուծո արչև գսե մեղքը չի գնար գայնիլ։ Եվ մենք փամը չենք գնարնել, որ այդ մեղքի վերքերեն ազատվենք։ Աստուծո խոսքը 5 դագան մեջ գսե ցեր
հանդերձ ծեր արդարությունը գսե աղդոտ լաթի բեսե։ Մենք ոչ մեկ բան գնան գնել մեղքեն ազատվելու արդարանալու։ Եվ անշուշտ այս ավազագին վիճակեն կտեսնենք ինչպես առանցին ցկվեցավ, երբ որ ավազակները իր ճամփորդին ավազակները մերգացուցին եւ ձեզեցին, իրեն մեկ կողմ ցկեցին, որբեսի անդեղը մեռնի։ Եվ մենք ալ, եթե մեղքի մեջ կքալենք, արդեն գսե թադաբարդված ենք մահվան, ինչպես այս ճամփորդը թադաբարդվեցավ մահվան իր ավազակներուն ցերկը ինալեն։ Մենք չենք գնար ոչ մեկ հանգստություն գտնել մեր մեղավոր ըլլալու մեջ։ Մեղավորը հույս չունի։ Մեղավորը ոչ մեկ վստահություն ունի, որ գրնա այդ վիճակեն ինքնին ազատել։ Ոչ մեկ աբակա ունի։ Եվ եթե շարունակե այդ մեղքի մեջ մնալ, առանցին Աստուծմե հերու, սուրբ եւ արդար Աստուծմե հերու վերջավորությունը պիտի մեռնի։ Որովհետև Աստծո խոսքը մեզ նաև գիշեցնե, որ մեղքին վարձքը մահ։ Եվ ճիշտ այս ճամփորդին վիճակը, որ Երուսաղեմեն Երիքով գիչներ։ Լավ բանը, որ բադայեցավ այս ճամփորդին այն էր, որ կտասիր մարդը իրեն հանդիպեցավ ճամփուն եզերքը միջ ինգած երոն իր վերքերով ցավերու մեջ։ Եվ այս մարդը օդարական էր, օդարասկիմը, արագը գսե սամարացի էր, և սամարացիները ադված անցիկ էին հրյաներուն գողմեն, չէին ուզեր իրենց անցած դեղեն անցնիլ, բայց սամարացին էր, որ եկավ և այս մարդուն օգնության հասավ։ 33-35-ի մեջ գրնակ կարդալ չեմ ուզեր ժամանակ առնել, մարդ արարածը մերգացած իր արժանիքներեն վիրավորված և մեկտի ցկված առանցին պետք ունի այսօր սամարացիիմը և այդ սամարացին այս պատմության մեջ կներկայացնե Հիսուս Քրիստոսը։ Այդ կտասիր անձը, փրկիչը, որ եկավ մեզի պես ինգած մարդոց, որ ճամփու եզերքը վիրավորված մեռնելու միան կսպասենք, մեզի եկավ, որբեսի մեզ փրկե։ Եվ ճիշտ Հիսուսալ մերժվեցավ հրյաներեն, ինչպես այս սամարացին մերժված էր հրյաներեն։ Եվ տեսնենք հոս դարբեր նմանություններ Հիսուսի և սամարացի միջև։ Քրիստոս տեսավ մեր մեղավոր վիճակը, մարդկության մեղավոր վիճակը և Աստված վերեմ, որ նայեցավ, տեսավ, թե մարդը որքան երկյուղ ունի մեղքին պատճառավ և տեսավ մարդուն անօգնական վիճակը, տեսավ մարդուն պետքը, որ ինք իրեն չեր գնար օգնել, միակ անձը, որ գնար օգնել մեզ այդ վիճակեն ազատելու Հիսուս ինքը պիտի ըլլար։ Հիսուս քթած մարդուն վրա։ Քրիստոս եկավ մարդուն քով և ոչ մարդը Աստուծո քով։ Մարդ արարածը ինք իրեն չի գնար օգնել։ Ադոր համար Հիսուս ինքը իր քութեն շարժած իջավ աշխարհ, որ մեզի մեր վիրավորված վիճակեն, մեղքի վերքերեն ազատե։ Երկինքեն իջավ Հիսուս, իր քահացը կեց, ինչպես երկեցին քիչ առաջ, որբեսի մարդ արարածին այս պետքը լեցնե։ Քրիստոս նաև բուժեց մարդուն վերքերը։ Քրիստոս եկավ, որ մարդուն հայտնե Աստուծո, թե ով է Աստված, ինչ կնա անել իրեն համար։ Եվ եկավ, որբեսի մարդ արարածին հույս տա, խոստումներ և անոնք, որ գործանված են մեղքի պատճառավ, անոնց ետ վերագանքն է։ Եվ Քրիստոս, ինչպես այս Փարի սամարացին,
բադվեր գուտա, որ հոգ տանին, բոլոր անոնց, որ վիրավորված են։ Փարիս ամարացին, երբ որ վերքերը պատեց, դարավ բանթոկը եւ հոն ցկեց այդ հիվանդին, այդ զարնվածին, վիրավորվածին ասելով բանթոգին, որ հոգ տարեք ասոր, ինչ որ պետք է ես կվճարեմ, երբ որ կամ պիտի վճարեմ ցեզի։ Եվ այսօր Հիսուս նույն բանը գսե իր եկեղեցին, որ հոգ տանին բոլոր վիրավորվածներուն, բոլոր անոնց, որ ճամփուն եզերքը ինգած գործվելու վրա են։ Մարգոս 16-ը բոլոր լավ գիտեք քրիստոնեային առաքելությունը, եկեղեցին առաքելությունին չէ, կացեք բոլոր աշխարհը ու կարոզեցեք ավետարանը, բարի լուրը դարատեցեք։ Ուրեմն տեսնենք, որ ոս եկեղեցին կորզն է, որ հոգ տանինք բոլոր վիրավորված անձերուն, անոնց աճման օգտակարը լանք, եկեղեցի մեջ եկեղեցի հրավիրելով, զորացնելով անոնց, որպեսզի գարնան այս կյանքի ճամփորդությունը շարունակել ավետարանին լույսին տակ, Քրիստոսի շնորհքին տակ, բարի սամարացին, ճշմարիտ բարի սամարացին առաջնորդությամբ։ Այս արագին վերջավորության 37-րդ համարի մեջ այն օրինականը, որ եկած էր Հիսուսի այս հարցում հարցնելու, Հիսուս պամսավ իրեն, երբ որ այս արագը բացադրեց, ասավ քնա թունալ նույնը հրե։ Ամեն կսալ այսօր անելիք պամ ունիք։ Հիսուս այս արագով մեզի ալ գխոսի, որ մենք ալ այս սամարացիին պես լանք, ոչ այն քահանային, որ եկավ հերույեն անցավ եւ քնած, եւ այս քահանան կներկայացներ փարիսեցիները, եւ փարիսեցի անունը որ լսենք, միշտ գխորինք անոնք որ եղձեն, եղձանցիկ են, չլանք եղձ քրիստոնեաներ, տեսնելով մեղավորները եւ անոնց մե հերու ճամփում միս կողմեն անցնենք։ Գիտեմ շատեր կան, որ շուն չեն սիրել եւ ճամփան շուն տեսնեն է թաղի միս կողմը գանցնին, որ անդեն քալել։ Ճիշտ այս մարդուն հրած այդ բանին պես էր շունեն փախելու պես այս սամարացին միան գրծավ այդ մարդու մոդենալ, որովհետև վիրավորված էր եւ լավ վիճակը չուներ։ Այսօր քանիներս սիրելիներ, որպես քրիստոնյաներ կգադարենք այն կորձը, որ դերը մեզի հանձնած է։ Արդյոք կմոդենանք անոնց։ Շատեր կան, որ չեն ուզեր մեղավորներն այդ կորձ ունենալ, խորելով, որ իրենք հալ գրնան արադավորվիլ անոնց մե։ Արդյոք շիդակ բանն է ադիգանելը։ Չեն ուզեր մեր շրջանակները ներս այդպիսի անցիկ։ Չեն ուզեր եկեցի կալ մեկը, որ տարբեր գերևի։ Չեն ուզեր մեկը, որ տարբեր գմտած է։ Այսպիսի բաներ ալգան։ Հաբա ընդհանրապես այսպիսի անցիկ միշտ ձեսերու ետևեն են, սովորություններու ետևեն են, օրենքներու ետևեն են եւ երբ կգադարեն այս բոլորը կգարձեմ որ իրենք արդար են, լավ են, շիդագ են։ Եվ ասիկա սուտ մնե սատանային գոմեն, որ մեզի գուզե խապել, մեզի հանգստացնելու սելով թե դուք լավ եք, դուք լավ քրիստոնյաներ եք եւ պամնելու պետք չունիք։ Հաջորդ անձը, որ եկավ այս սամարացին կովեն անցավ, մոդեցա ներավորություն, ճամփորդին կովեն անցավ, մոդեցավ ճամփորդին, բայց կտեսնենք, որ անալ պամը չրավ։ Բավական մոդեցավ տեսնելու վիճակը եւ ադիգա իրեն պետք է մղեր որ փամն է եթե ինքը պիտի չներ մեգումը գտներ որ ընե ադալ չենք տեսներ եւ ասոր բաճարնալ գնալ այներ որ խորեցա որ եթե մոդենա այն ավազակները որ ասոր ռաձեն ինչ որ ռաձեն իրեն աննել իրեն անուն փանը գնաննել եւ ադորամար ցկեց անցավ քնած եւ ասիկա գնմանի այն հավատացնելներուն որ գվախնան աստուծո խոսքը դալու ուրիշներուն վգայելու կամ հրավիրելու մարդիկ եկեղեցի աստուծո խոսքի սերտողության եւ Հիսուսի փառությունը ուրիշներուն հայտնելու որովհետեւ գվախնան որ
մարդիկ գրնան իրենց թեմ լալ, իրենց թեմ քեշփամը խոսին, կամ իրենց քեշփամն են։ Եթե այդպես է, այդպես կմտածենք, մենք ալ ասղևդացի են տարբեր բամը չենք։ Եվ ղևդացին ալ քահանական թասին գբատկաներ, ինքն ալ գրոնական էր ծևոմը։ Ուրախ չես, որ Հիսուս քեզի եւ ինձ այդպես չնայեցավ, մեր կովեն շանցավ գնաց, հաբա ծրեցավ եւ իր ցերկը երկարեց մեզի։ Եվ անշուշտ աս օրինականը, որ այս արագին նյութը բացավ, ինքն ալ գուզեր ինքն իրեն արդարացնել իր ըրաձովը, գսե ես երեր եմ ադոնք, բոլորը գնեմ, բայց այդ սիրտը չուներ մոդենալու իր ընկերին օգնության հասնելու, իր բարեկամին, իր թրացին եւ գուզեր իր մեղավոր վերապերմունքը արդարացնել Հիսուսի առջեւ։ Անոր համար էր, որ Հիսուս այս արագը ասավ։ Արդյոք մենք այսօր Փարիս Սամարացին օրինակին գետևինք։ Գանտրատարնաս թե շուրջդ գործված բարեկամներ կան, ասկականներ կան։ Կմտածես անոնց հոգին վիճակին մասին, անոնց վերքերում մասին, գաղութես անոնց համար, գաղաչես Տերոջը, գուլաս արցունքտապես անոնց համար, որ Հիսուս Քրիստոսը իրենք ալ ընդունին։ Արդյոք կտասիրդես, գգարեկցիս այդ անցերուն, յանքերուն, պետքերուն, կծուցունես քուտ քու վարվելագերբովդ, քու յանքովդ, անոնք, որ արդեն թադաբարդված են մեղքին, ինչպես աս ճամփորդը նետված էր ճամփուն եզերքը, եթե մեկը չի մոդենար իրեն, պիտի մերներ, արդյոք կծկես, որ քու քուտդ շարժի, որբեսի կորձնագանի անցնիս, կսիրես Հիսուսը և հասկացած ես Հիսուսի ըրածը քեզի, որ թունալ նույնը ընես ուրիշներուն, գծարայես ուրիշներուն, որ քու շուրջը դեն, ուրիշներ գտեսնեն քու կյանքիդ մեջ Քրիստոսը եւ անոր քութը, անոր մողումը, գծուցնես մարդոց հույս, վստահություն, որ այսօր շատեր կփնտրեն այս կյանքի մեջ եւ չեն գտներ։ Արդյոք բավական հոգ կնես մարդոց համար, որ չանք թափել, որ իրենց Աստուծո դունը բերենք, Աստուծո առաջնորդենք, ինչպես անցյալ արակներ մեջ տեսանք, այդ համաթամ ջաշերը իրենք ավայել են Աստուծո խոսքեն, որ իրենց համար կսպասե, որ Տերը իրենց հրավեր ուղղած է, թե ոչ կծկես մայթին մեկ կողմը, որ իրենք իրենց հոգ տանին։ Կարճ պատմությունը պիտի պատմեմ եւ ասո վերջացնեմ։ Մարդը, որ փոսը ինգած էր, կգանչեր եւ օգնություն կխնդրեր։ Դեմոկրատ մի եկավ եւ ուզեց, որ տեքստն է այդ փոսին վրա, որ ինգած էր։ Եվ Republican-ը հետո անոր յետևեն անցավ, Republican-ալ դեսավն է դեմոկրատը սավ, աս դեմոկրատին փոսն է դեմ ինքնալ մեջը թողինա։ Անգևերջը պաստապան մանցավ, պաստապանը սավ, Ցեզ մեկը գուզե մյուսին սունել, թատփանալ, ես ցեզի կներկայացնեմ։ Անգևերջը Christian Scientologist մանցավ եւ ասավ թե Տուն միան գխորիս թե փոսի մեջն ես, բայց փոսի մեջը չես։ Եվ հետո գրոնական մեկը անցավ, որ fundamentalist պիտի գոչենք, իրեն ասավ տուն գարժեիր, որ փոսին անոր համար փոսի մեջ ինգար։ Աստված քեզի բաճեց։ Հորը դես մի եկավ եւ ասավ երբեք այդ փոսեն դուրս պիտի չելես, the pessimist։ Եվ optimist-ն ալ եկավ, լավա դեսը ասավ ավելի քեշ կրնարելալ քու վիճակդ եւ անալ անցավ գնաց։ Միայն Հիսուս եկավ, ցերկը երկարեց եւ այն փոսի մեջ ինգածին փոսեն վերցուց։ Այսօր տուն որ մեկն ես։ Ով է Փարիս Սամարացին։ Տուն որ մեկն ես։ Եվ վերջին 35-րդ համարի մեջ հետաքրքրական է որ գսե, երբ որ ետ վերաթարնամ,
քեզի պիտի վարձատրեմ։ Հիսուս այսօր մեզի այս բարի սամարացի գործը հանձնած է եւ յետ պիտի վերաթարնա։ Փուն բարի սամարացին ինքը յետ պիտի վերաթարնա եւ իր հետը իր վարձքը պիտի բերե բոլոր անոնց որ իրենց գործը կատարեն։ Բանթոգաբեդը պիտի վարձատրվեր այդ ճամփորդին հոգտանեն համար եւ մենք ալ որ կկատարենք Հիսուսի բادرերը մենք ալ պիտի վարձատրվենք երբ Հիսուս վերաթարնա արդյոք ինչ կնես Տեր օրհնե բոլորին